Էկոնոմիկայի դեռ գործող նախարար Կարեն Ճշմարիտյանն իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերն այսօր չմեկնաբանեց։ Չնայած Դաշնակցության ներկայացուցիչները երեկ հայտարարել են, որ իշխող Հանրապետականի հետ պայմանավորվածությամբ իրենց տրվող 3 նախարարություններից մեկը հենց էկոնոմիկայի նախարարությունն է։ Ես խնդրում եմ հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ հարցեր։ Էկոնոմիկայի նախարարը հայ-բելարուսական առևտրատնտեսական հանձնաժողովի նիստից հետո մասնակցելով մի շարք համաձայնագրերի ստորագրմանը նախընտրեց խոսել միայն երկկողմ տնտեսական հարաբերություններից։ Խորացումը տնտեսական հարաբերությունների երկու ստեկ կարևորվեց հատկապես էներգետիկայի բնագավառում, տրանսպորտի բնագավառում եւ գյուղատնտեսության բնագավառում։ Մենք ունենք առևտրաշրջանառության անկում, բայց հատկանշական է մեկ բան, որ անկումը օրինակ Բելարուսի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն այն ապրանքների գծով է, որոնք երրորդ երկրներից Բելարուսի Հանրապետությունով եկել են Հայաստան։ Եվրասիական տնտեսական միությունը գոյության առաջին տարում արձանագրել է 3% տնտեսական անկում։ Չարդարացան սպասելիքները, որ ԵՏՄ մտնելուց հետո նոր շուկաներ են բացվելու։ Նախորդ տարի միության անդամ բոլոր երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նվազել է։ Տնտեսական աճի ցուցանիշները եւս վատթարացել են։ Անցած տարի Հայաստան ունեցել է 3.5% տնտեսական աճ, սակայն այս տարի ԵՏՄ-ն կանխատեսում է դրա մոտ կեսը՝ 1.6%։ Վիճակն առավել վատ է Բելարուսում, այստեղ նախորդ տարի արձանագրվել է 3.8% տնտեսական անկում, մի փոքր ավելի շատ, քան ԵՏՄ հիմնադիր Ռուսաստանի Դաշնությունում։ Չնայած պաշտոնական այս թվերին, Բելարուսի անտառային տնտեսության նախարարն այսօր Ազատության հարցին ի պատասխան պնդեց, որ իրենց մոտ ԵՏՄ մտնելուց հետո տնտեսությունն աճել է։ Показатели Республики Беларусь, они не ухудшились, тенденция идет к увеличению всех показателей. Բելարուսի Հանրապետության ցուցանիշները չեն վատացել, միտումը դեպի բոլոր ցուցանիշների աճն է, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Բելարուսում բոլոր ուղղություններով ցուցանիշներն աճում են։ Բելարուս նախարարը նշեց, որ տնտեսական կապերը խորացվում են, արդեն հայ ֆերմերներին է փոխանցվել բելարուսական 250 տրակտոր։ Ամելյանովիչն ասաց, որ իրենք ողջունում են նաև Հայաստանից ապրանքների ներկրումը։ Կոնյակ, գինի, գյուղատնտեսական ապրանքներ։ Մենք այսօր որոշեցինք, որ հայկական արտադրության ապրանքների ներմուծման ծավալները տարեցտարի ավելանալու են։ Բելարուսի գործընկերոջ հետ հանդիպումից անմիջապես հետո էկոնոմիկայի նախարարը խուսափելով լրագրողների հարցերից լուռ հեռացավ։